Все, Сунджан. Եկել եմ տուն, հիմա արագ կարտոֆիլ կմաքրեմ, որովհետև Սոնան հենց հասնելու է, բայց ինչ էի ուզում ասել, տաքսիով որ եկանք Ղարաբաղից էր այդ մարդը եւ ուզում եմ ասել, որ չգիտեմ իմ հետևորդների մեջ կան ղարաբաղցիներ թե ոչ, ուզում եմ ասել, որ ես չգիտեմ դա շատ վատ իրականում հատկություն է, բայց որ ասում են տխրությունը զգալ ոնց որ այս հատվածս իմ ամբողջ ճանապարհը այսպես սեղմված էր եւ ես ինքս իմ վրա զգում էի այդ մարդու տխրությունը եւ մտահոգությունը եւ ինչ էլ որ ուզում ես ասես միևնույն է կան իրենց միջից մարդիկ ովքեր չեն հարմարվում մեր այս կյանքին եւ ես անգամ չեմ ուզում պատկերացնել թե ինչքան դժվար է եւ ինչքան անտանելի է ապրել քո տնից անկախ ամեն ինչից ինչքան էլ որ չգիտեմ հայեցի ենք, մենք այսպես լավ վերաբերմունք ենք մեկը մեկին ցույց տալիս կամ սիքսիքս եւ այլն բաները միևնույն է մարդ առանց իրա տան, առանց իրա պատի, առանց իրա հողի ջրի ուղղակի չեմ ուզում պատկերացնել թե ինչքան դժվար է իրենց համար եւ ինչքան դժվար է նաեւ ինտեգրումը, անցել է ժամանակ թվում է թե պետք է հարմարվեն, բայց միևնույն է այդ դժվարությունը զգացվում է իրանցից, տխրությունը շատ է զգացվում, այդ մտահոգությունը մի անգամ այսպես վերցրեց իմ հոգին, ոնց որ սենց այս հոգի սենց ցավում էր այդ բանը այդ մարդու համար, չգիտեմ ինչու, չգիտեմ ինչ ցավ ուներ իրականում ինքը, բայց ես շատ վատ ինձ զգացի, շատ տխրեցի եւ շատ մտահոգվեցի իրականում այդ մարդու համար եւ ոնց որ այդպես այդ ժամանակներում ձայնդ կտրվի ու պապանձվես ու չստացվի խոսես, չստացվի որևէ բան ասես այդ պահին իրականում ինձ համար շատ դժվար էր այսօր եւ շատ հազվադեպ է ինձ հանդիպում որ Ղարաբաղից լինեն, վարորդը Ղարաբաղից լինի եւ իրական մենք դե բարբարով էր խոսում, ես ասացի որ ես հասկանում եմ, որովհետեւ Կապանի բարբարը շատ նման է Ղարաբաղի բարբարին ինչեւ շատ տխրելու այսպես նոտայի վրա եմ իջել մեքենայից եւ իսկապես այս հատվածը ամբողջությամբ ոնց որ տխրությամբ պատված լինի եւ կոկորտս ինչ որ մի բան սեղմի ես չգիտեմ այդ մարդուն ինչ տխրություն ուներ որ իր տխրությունը ես այսպես վերցրեցի ինձ վրա բայց ամեն դեպքում իսկապես տխրեցի ու շատ այսպես շատ կոկորտս այսպես սեղմված է եւ անգամ կուզեի այնտեղ նստել ու լացել էլի այդ կարգի ես տխրեցի 10 րոպե համար այսպեսի բան եմ գնել բուկինիստից որ զբաղվի սրա տրակտորովներ կա արդեն արել ենք միասին բավականին ձեղչվել էր 150 դրամ էր այս փոքրերը իսկ մեծը 250 դրամ էր այս հոպի որոշմամբ թե որտեղ պետք է դնենք հատակի վրա որ պահի, որովհետև պատին ամրացնելու հնարավորություն չունենք։ Սիրելի աղջիկներ, վերադարձա տուն, իրականում մի փոքր վատառող չեմ, այդքան էլ լավ չեմ զգում ինձ, եւ այս վերջի շրջանում ես անընդհատ ինչ որ մի տեղը ցավում է, ես ինձ անընդհատ ինչ որ լավ չեմ զգում։ Տան վիճակը ուղղակի գժանոց մի հատ վիճակ է, այն որ պետք է
հավաքեմ, բոլորը այսպես դասավորեմ, որ վաղը չեմ, կարծում եմ վաղը չեմ այսօրը գնալու եմ Կապան որոշ ժամանակով եւ այնքան ուրախ եմ, որ իրականում գնալու եմ, որովհետեւ այնքան ունեմ այդ հանգստի կարիքը այս պահին, չեք պատկերացնի։ Ինչ եմ ուզում ասել, այսօր ավտոբուսում ինձ շատ բարետես Արտակինով մի շատ դրական էներգիայով աղջիկ մոտիկացավ ավտոբուսում եւ ասաց, որ իմ հետևորդներից է շատ հաճելի էր, որ տեսնում եք եւ նշում եք, որ իմ հետևորդներից եք, որ միանգամից իմ օրը այսպես գլխի վայր պտտվում է դեպի դրականը։ Մեսրոպն էլ այնքան գժություն է արել այսօր ավտոբուսի մեջ, բոլոր ավտոբուսում իր ձայները անդադ լացում էր։ Այսօր վատ ոտի վրա է մանկապարտեզից հետ վերադարձել տուն։ Եվ ինչ իրականում ուզում եմ ասել Մեսրոպի այս հեռախոսը, որը գնել եմ, բարեկամության մետրոյի անցումի տակից եմ գնել եւ այնքան լավն է ժողովրդային երեխաները, ովքեր սիրում են հեռախոսով խաղալ, որպես հա խաղալիք խորհուրդ եմ տալիս, շատ լավն է, ունի անգամ ձայնագրելու հատված, որտեղ ձայնագրում է եւ քո ասածը կրկնում է, հետա կրկնում քեզ, նաեւ ունի տեղ, որտեղ անգլերեն հարց է տալիս եւ դու պետք է պատասխանես։ Մեսրոպը այնտեղ մի տեղացեց my name is Mesrop եւ ինքը իրեն հետ պատասխանեց, որ ինքը շատ ուրախ է, որ իր անունը Mesrop է, շատ հետաքրքիր հեռախոս է։ Երբ որ միացնում ես, դուրս ցույց տամ տղես գույները, այսպես լույսերը, այսա ձայնագրում է, այսպես լույսեր է վառվում։ Այս շատ հետաքրքիր եւ Զարյատկայովա էլեմենտով չի ամենակարևորը եւ ամենա, չգիտեմ, պլյուսը այս հեռախոսի։ Եվ բարեկամության մետրոյի այդ խանութում տեսել եմ նաեւ տրիկատայի խաղալիքներից, որ Մեսրոպելի շատ կուրախանա, կարծում եմ կգնամ երևի թե վաղը, եթե հասցնեմ վերցնեմ, տղես մի արա կեղտոտվելու է։ Վերցնեմ։ Եվ դալցից կտամ, եթե գնեմ։ Հիմա Մեսրոպի համար պիլիմենիներ եմ դրել բոքսի եւ բյուտի։ Ուտի եւ Մեսրոպի համար պատրաստում եմ այսպես կարմիր պղպեղով, սև պղպեղով, առանձին պատրաստում եմ ջուր, այսպես եռացնում եմ, նոր լցնում եմ, որ ավելի համեղ լինի։ Ու շատ սիրում է կարագով, երբ որ մի թեթև ջուրը մնում է, այդ կարագով ջուրը շատ հաճույքով այսպես խմում եմ, շատ սիրում է պիլիմեններ։ Երեխեք, ուզում եի ցույց տալ այս անտիպիսպիրանտը, այս անգամ որ գնել էի, այնքան լավն է, որ խորհուրդ եմ տալիս այն մարդկանց, ովքեր ինձ նման սիրում են անուշ հոտ ու որ երկար պահի այդ հոտը ու հագուստից թել հանկարծ տհաճ հոտ չկա, որովհետև կան անտիպիսպիրանտներ, որ փչում ես եւ հագուստից տհաճ հոտ է կպնում։ Դրանցից մեկը Դեոնիկայի մանուշակագույն գույնի Դեոնիկան է, իսկ մնացածը կանաչը եւ սպիտակը ես շատ հավանում եմ։ Դրանցից մեկը է Դեոնիկայի մանուշակագույնն է, բայց սա շատ լավն է, շատ անուշ է բուրում եւ որ շատ երկար այսպես պահում է օրվա ընթացքում ու շատ անուշ հոտ ունի։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս։ Գնում եմ Լիանի մոտ, արդեն ասեցի, այսպես գեղեցիկ ծաղիկներով։ Գնամ Botex-ս վերականգնի Լիանը, որովհետև որ մի անգամ անում ես, հետո անհնար է չուզենաս անես։ Օրվա ընթացքում չենք մոռանում հավատարիմ կոֆե հաուսի սուրճը։ Աղջիկներ ջանես, Botex-ը ինչ հրաշք բան է, որ խորհուրդ եմ տալիս բոլորիդ անպայման անել։ Իհարկե ովքեր որ կարիք ունեն։ Ընկերներիցս կան մարդիկ, օրինակ որ խոսում են Botex-ի մասին, ասում են օրինակ ես էլ անեմ, ես օրինակ իմ ընկերներից Սոնան ընդհանրապես չունի, ընդհանրապես կարիք չունի Botex-ի։ Գոյակապ բան է ժողովուրդ։ Ուրեմն սիրելի աղջիկներ, ուզում եի ցույց տալ Wildberries-ի ընդհանուր պատվերները, որոնք վերցրել եմ։ Այս անկողինը վերցրեցի, հիմա այսպես ցույց տամ, չգիտեմ կերևա թե ոչ, բավականին մաչելի արժեքով եմ վերցրել, պատվիրել, եվրո անկողիների համար, որտեղ ամուսնուս մահճակալ կապանի մեր տան մեծ է չափով, հա, եվրո անկողիներից է, 220-ը 240-ի վրա է։ Իրական այնքան հոգնած եմ եւ այնքան գործ ունեմ անելու վաղը, որովհետև ճանապարհ պետք է գնանք 12-ին։ Մեսրոպի համար պատվիրել էի Բացենչիկոյի խոզանակը, որը շուտ եկավ ավելի, պատվիրել էի Սպլատի
ատամների համար գելը մաքրելու, հիմնականում միշտ մայրիկս էլ եթե ուղարկում ես սպլատից ենք օգտածությունը, ցույց տամ, հիմնականում սպլատից ենք վերցնում, ոյ, ես ինչ հետաքրքիր բան է այստեղ, կոլեկցիա է ինչ-որ հատուկ, ոյ, ես ինչ սիրուն է, շատ սիրում եմ, որ երեխեքի բանի վրա այսպես մանկական նշանիկներ է լինում, տեսեք, ինչ սիրուն է, սպլատի զուբնայա պաստան, շատ կարևոր է, որ երեխաների և խոզանակը և զուբնայա պաստան լինի փորձված, որ հատուկ երեխաների համար ես դրան շատ մեծ ուշադրություն եմ դարձնում ատամների, պարտադիր խոզանակը պետք է փակ լինի, ստերիլ պայմաններում լինի, ինչևէ դրա համար ես հիմնականում Չիկոյի այս տարբերակն եմ վերցնում, որտեղ ինքը գլխիկ ունի և ամրանում է ու փակվում է գեղեցիկ կերպով, իսկ սպլատը ինքը որ առաջատարներից է զուբնայա պաստայի հետ կապած, սա ներքնաշոր է, էլի պատվիրել էի, բայց չեմ էլ ստուգել այնտեղ ու չի էլ բացվում, ինչևէ սա այսպես ցույց չեմ տա, գիշերազգեստ էի, 2 գիշերազգեստ էի պատվիրել, որից մեկը բավականին երկար ժամանակ է դեռ զադержկայի մեջ է, սպասում ենք, փաստորեն ես աղջիկը ասում է, Վայլբերիսի աշխատակիցը ասում է, որ շատ վաղուց իր ապրանքներն էլ չեն գալիս, ինչևէ սրանից վարդագույնը ունեի Վիկտորիա Սիկրետի էլի ոճով և գրվածքով, դա արդեն ժամանակներ դեն նետելու, պատվիրեցի նորը և սկսել է դուրս գալ այս տարբերակները և էնուսը ավելի նուրբ, ավելի բաց երանգի մեջ է, դա եմ պատվիրել, ինչ է ուզում ցույց տալ, այսպես տոպրակ եմ գնել, որ իրերի որոշակի մասը, որոնք որ անհրաժեշտ չի և պետք է ընկերուհուս տանը դնեմ, այսպես փաթաթեմ սրա մեջ դնեմ, մեսոպիաման նազիլոկ վերցրեցի, էլ ինչ էի, բայց պատվիրել, սա ցույց տվեցի, կարծես թե վերջ, ընդհանուր մեսրոպի համար նաև գնել էի, սրանք էլ ցույց տամ, մեսրոպի համար գնել եմ Spider-Man-ի մասկա, որ շատ երկար էր ուզում այդ մասկան ինձանից, գնեցի, որ կապան գնալուց այնտեղ արդեն նոր զբաղմունք ունենա, սաներիք գնեցի, սիրահարվեցի, այսպես աղջիկական, ուզում եմ փորձել տեսնել, փակա, լավ, չբացեմ, չէ, փակ չի, ինչևէ կփորձեմ, մատիտներ գնեցի, ընկերուհիս մատիտներ պետք է գներ, չէր հասցրել, այսպես մի քանի գույն գնել եմ, կտանենք, կտեսնենք, որն է իրեն հարմար, օծանելիքը ինձ համար գնեցի փոքր տարբերակով, դիմափոշին գնեցի, մեսրոպի համար Ալեքսից նասկիներ գնեցի, անպայմանների շարքից, որ ասել էի, տոնային կրեմս Կատրիսի գնեցի Սիքսից, այս այստեղ մատիտներ, ցույց տվեցի, չէ, այստեղ էլի կա մատիտներ, այսպես մի քանի հատ գնել եմ, այդ իմ նշած խանութում բավականին մատչելի է, 100 գրամ է արժեքը զեղչպետ, և այսպես խարտոց գնեցի, միշտ որ գնում եմ կապան, խարտոցի խնդիր ենք ունենում, այնպես որ վերջ, այսքան էր գնումներս, սրանք հեսա կտեղավորեմ, որն եմ տանելու, որն եմ բացելու և այլն, այսպես խառնաշփոթը իրար վրա է, ասեցի ձեզ ցույց տամ, և անցնեմ հավաքելուն, իրականում երևի վարսերս կապանում լվանամ, որովհետև այսօր քանի որ բոտեքսը արել եմ, չեմ ուզում լվանալ վարսերս, տեսնենք ինչպես կստացվի, հիմա իրերս հավաքեմ, կես իրերը պատրաստեմ, որպեսզի ընկերուհուս ամուսինը տանի իրենց տուն, իսկ մնացածը կապան գնալու համար